Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այսինքն հենց է դառնում, որ ով իր իրավունքները սկսեց պաշտպանել, ուզեցավ մի բան խոսա իր օգտին, այսինքն օրենքի շրջանակում ենք, ինքը դառնում է հանցագործ, իրան ուզում են հեռացնեն աշխատանքից ամեն կերպ։ Հիմա ոնց հասկանում եմ, ես էլ եմ ընկնում այդ ցուցակի մեջ, ասեմ ձեզ ավելին, ես մեր ընտանիքում միակ աշխատողն եմ, ունեմ 9 անչափահաս երեխա։ Հիմա ես ցուցակը որ տեսա, ես մինչև չեմ խոսացել ոչ մի բան, հիմա ես էլ եմ խոսում, որ ինձ էլ հեռացնեն, 9 անչափահաս երեխու համար ես միակ աշխատողն եմ մեր տան։ Տեսեք, մեր հարգելի քաղաքապետը ամենայն հարգանքով եմ ասում, այն իր աչքերը վիրահատելուց հետո շատ բաներ լավ է տնում, հիշում եք կլոր ագնոսերել չի դնում, բայց բաներ կա, որ կուրացել է, չի տեսնում, այն որ հատիկ ամեն քաղաքացուց խնդրելով ձայներ հավաքում, ասեք կանենք եւ այլն, այն վաղ շատ հարգանքով ենք նայում իրան, բայց հիմիկվա գործողությունները հարգանքի չի բերում, այս կանացի գործողությունը, տղամարդու բան չի, ստեղ ամեն մի անհատ, որ կանգնած է 1500 վարորդը, 1500 վարորդ չեն, ստեղ 1500 ընտանիքի ներկայացուցիչ է կանգնած, ստեղ մենք ամեն մեկս ունենք մեծ ընտանիքներ, որոնց համար ենք մենք աշխատում, հիմա մենք եթե օրենքից դուրս ինչ-որ մի բան ենք պահանջում, հարց չկա, հեռացրեք, ազատեք, չգիտեմ, բայց մենք մեր շահերն ենք ուզում պաշտպանենք, ինչի համար եք մեզ ստիպում, որ մենք աշխատենք արտաժամյա ու չվճարվենք կամ 700 դրամ, պարոն Ավինյան 700 դրամով արտաժամ կաշխատես դու, պարոն Ավինյան, այն էլ գիշերը, ոչ, բայց ինչա մեզ պետքա ձեռ առնել, մեզ նվաստացնել, լա պետք է կառավարության գերագույն նպատակը սա է, որ քաղաքացիներին, այն որ ասում են արժանապատիվ հպարտ քաղաքացիներին, հիմա նսեմացման պրոցես են սկսել, էդ են ուզում անեն։ Բա մենք ինչ անենք, բա մենք էլ մեր ընտանիքների, մեր անձերի շահն ենք ուզում պաշտպանենք, ուզում ենք, որ մենք էլ լավ ապրենք, պարոն Ավինյան, 5 գրամանոց գրիչը թղթի վրա խզմզելով, ուզում ես ինչ պատժես, բանի կոմպրոմիսի չենք գնալու, մատ ես թափտալի ժողովրդի վրա, ինչ տղամարդու կամ ինչ ղեկավարի ասելու բան է, այդպես կարելի է, այդպես չի կարելի ժողովուրդ։ Մենք եկել ենք, որ հասկանանք մի բան մենք զիջենք, մի բանի մենք համաձայնվենք, այն ժամանակ ասենք, լավ, մենք ավտոբուս ենք լվում, որ եթե արժի, միտը տանես ավտոբուս լվաց 10,000 դրամ փող կուզեն, մենք այդ ամեն ինչը գիշերվա մեր հոգնած հալին անում ենք, ամբողջ օր այդ տրաֆիկի այդ ծանրաբեռնված փողոցների մեջ 12 մետրանոց մեքենան, էդի հիմա հարցրեք ամեն մարդ կարող է չկարողանա հասկանա, մարդկա իր փոքր մեքենայով քաղաք չի կարում դուրս գա։ Մենք այդ մեծ մեքենաները ամենայն պատասխանատվությամբ դպրոցական երեխաներին, հիվանդներին, տատիկ պապիկներին, բժիշկներին, չգիտեմ ամեն տեսակի մասնագետների տեղափոխում ենք անփորձանք տուն, տնից հետ ենք բերում, էլի ենք անելու, բայց մենք էլ մի քիչ մեզ ենք ուզում հարգված տեսնենք, բոլորս ենք ուզում դա, ախր եկեք մի քիչ էլ հասկանանք այդ մարդկանց բանի իրավիճակի մեջ մտնենք, ախր սենց չի կարել, էսի տրաֆիկինգ չի, ասեք ինձ հասկանամ, ստիպում եք ինձ, որ ես 17-18 ժամ աշխատեմ ու դրա համար չվճարվեմ, ինչի համար։ Քանի տարի աշխատում եք արդեն։ Ես 8 ամիս է արդեն, հեսա տարին կլռանը աշխատում եմ, ամեն 67 համարի երթուղու վարորդ եմ ես, Ժոնգտոնգի վարորդ եմ, Արսեն Ստեփանյանն եմ ես, ապրում եմ Դավիթաշենում, ունեմ 9 անչափահաս գեղեցիկ բալիկներ, ամեն դեպքում, տեսեք հիմա մարդուն, որ գործից հեռացնում են, էդի անձնական հարց չեն լուծում ինչ-որ մեկի հետ, մի հատ ընտանիք դատապարտում են սովի, այսինքն պետական մակարդակով սենց բան, որ այսի պետք է կանխվի, սենց բան չի կարելի անել։ Դիպան կասեք, ո՞նց